Սիրելի հայրենակիցներ, երեկ Վրաստանը վերջին հրաժեշտը տվեց Իլյա II-ին։ Երրորդյա սգով վրաց ժողովուրդը իր ցավն ու ակնածանքը դրսևորեց պատրիարքի նկատմամբ, միաժամանակ իր խոնարհումը բերելով 326 թվականից պետական հռչակած իր կրոնի եւ եկեղեցու նկատմամբ։ Սա նաեւ գնահատական էր վրաց ինքնության պահպանման գործում եկեղեցու ունեցած անուրանալի դերին, նաեւ հանգրվան վերաիմաստավորելու ազգային համախմբումի կարևորությունը։ Պատրիարքի ուղարկավորությանն ու Սուրբ Պատարագին ամենայն հայոց կաթողիկոսի ներկայությունը բնական էր եւ պատշաճ, բայց քաղաքական եւ պարզ մարդկային խոհեմության փոխարեն հայ իշխանությունները հերթական անգամ ընտրեցին անթույլատրելին, մեր օրերի տարեգրության մեջ արձանագրելով նվաստացման եւ ամոթի եւս մեկ էջ։ Նորին Սուրբ Օծություն Գարեգին II-ին քննիչը չարտոնեց մեկնել Հայաստանից։ Սա պաշտոնապես, բայց միթե ակնհայտ չէ, որ չարտոնեց անձամբ Փաշինյանը, քանզի նա է կառավարությունը, միաժամանակ գլխավոր դատախազը, հոգևոր բարենորոքիչը, կադրի բաժնի վարիչն ու քրեական գործեր կարճողը։ Վաղուց Հիչկոկի չհավարտվող սարսափի եւ մղձավանջի ֆիլմ հիշեցնող մեր իրականության մեջ ոչինչ այլևս չի զարմացնում։ Եվ այնուամենայնիվ չեմ կարող ցավով եւ ամոթով չարձանագրել, որ այս կամայական եւ ապօրինի որոշումը ոչ միայն հայ առաքելական եկեղեցու նկատմամբ փոքրության եւ վրեժխնդրության հերթական քայլն է, այլև արգահատելի վերաբերմունք եղբայրական վրաց ժողովրդի նրա կորստի նկատմամբ։ Սա նաև դիվանագիտական կարճատեսության ցցուն եւ աններելի ակտ է տարածաշրջանում դարևոր բարեկամ երկրի սեփական եկեղեցու բացառիկությունը գնահատող վրաց ժողովրդի հանդեպ։ Սա նաև արհամարանք է հայ ժողովրդի ավանդույթներին եւ արժանապատվությանը։ Այնքան կանխատեսելի եք, պարզունակ, որ ձեզ թվում է, թե վեհափառի կամ եպիսկոպոսների դեմ հարուցած քրեական վարույթներով կարող եք խոչընդոտել եպիսկոպոսած կամ այլ հոգևոր ժողով, կամ ձեր մտքի ծայրով անցնում է, որ ինկվիզիցիայի կամ 37 թվի խայտառակ եւ մաշված մեթոդներով կարելի է սասանել 1700-ամյա հայ եկեղեցին կամ մեր հավատը նրա նկատմամբ։ Եվ գիտեք ինչն է ցավալի, որ չեք գիտակցում, թե ինչ հարված եք հասցնում երկրի վարկանիշին, տարբեր միջազգային հարթակներից հերյուրանքներ տարածելով եկեղեցու, նույնն է թե հայ ժողովրդի հասցեին։ Իսկ իշխող ողջ վարչախմբում չի գտնվում գեթ մեկը, ով համարձակություն կունենա ընդվզելու այս ոչ քրիստոնեական, ոչ քաղաքական, ոչ դիվանագիտական, ոչ պետական քինախնդիր վարքի դեմ։ Իսկ ուրախ ավտոբուսում աշխարհը հավերժական ճոճք է թվում, բայց փորձեք ընկալել դրանից դուրս գտնվող իրողություններն ու աշխարհը, ուր ոչ մի ներողություն կամ ծնկաչոք աղոթք չի ջնջի ձեր մեղքերը։ Արմեն Ուրիկյուրյան